այս պահին ուղիղ եթերում զրուցելու ենք քաղաքագետ Աղասի Ենոքյանի հետ։ Բարի երեկո, պարոն Ենոքյան, եւ ձեր վերջին արձանագրումները տեղի ունեցող զարգացումների վերաբերյալ առավոտից մենք սպասում էինք, որ կլինեն պաշտոնանկություններ, կլինեն հրաժարականներ, մամուլը հետևողականորեն անուններ եւ պաշտոններ էր մատնանշում, հասկանալի է, որ այդ այսպես տեղեկությունները, աղբյուրները բոլորը նաև իշխանական դաշտից էին առավելապես սնվում եւ մամուլում տեղ գտնում, բայց մի օր առաջ տեղի ունեցած գործադիր մարմնի նիստում վերջնական ոչ անունների մասին եւ ոչ պաշտոնների վերաբերյալ հայտարարություն չեղավ, բայց եղավ շատ ավելի կարեւոր հայտարարություն, որ ըստ որի Դաշնակցության եւ Հանրապետականի միջև կայացել է միասնաբար ուրեմն ինչ որ ձևաչափով համագործակցության վերաբերյալ համաձայնություն։ Նախ անդրադառնանք անուններին։ Ես կարծում եմ, որ անուններ չպետք է չէին, որովհետեւ դա պարզապես պատեհ չէ, որովհետեւ ոչ թե անուններին են տալիս, համենայն դեպս այլ պաշտոններն են ըստ տրամաբանության, պաշտոնները տալիս են Դաշնակցությանը։ Բայց Հայաստանում այդտեղ էլ բավական պաշտոնները հանձնում են Դաշնակցությանը եւ կարծես թե Դաշնակցությունը ինքը պետք է բաշխի իր անդամների, իր, չգիտեմ, քաղաքական գործիչների միջև։ Բայց իհարկե մենք գիտենք, ուրեմն Հայաստանում մենք գիտենք Հանրապետական կուսակցության վաղեմի գործելակերպը, եւ գիտենք նաեւ, որ Դաշնակցության ներսում կան գործիչներ, ովքեր Հանրապետական կուսակցության թևերի հետ, տարբեր թևերի հետ, օրինակ Սերժ Սարգսյանի կամ Հովիկ Աբրամյանի հետ ունեն առանձնահատուկ այսպես շփումներ եւ այս նշանակումները եւս ինչ որ ձևով առնչվում են այդ թևերին, այդ հարաբերություններին։ Այսպես ասենք, որ Հանրապետական կուսակցությունը ունի իր դաշնակներին, ունի իր դաշնակցականներին, ում ինքը ուրեմն վստահում է իր կառավարության մեջ լինելը, հա։ Եվ բնականաբար ուրեմն այդ անունները նույնպես համաձայնեցված են, սակայն երևի ավելի հարիր կլինի, որ այդ անունները հնչեցնի Դաշնակցությունը։ Ինչու այսօր չհայտարարվեց, թե որ պաշտոններն են տալիս, ես կարծում եմ սա կլինի ավելի, այսպես ասենք, պաշտոնական միջավայրում, ես կարծում եմ, օրինակ չեմ բացառում, որ Սերժ Սարգսյանը եւ ասենք Հրանտ Մարգարյանը համատեղ այդ մասին ասեն, ամեն դեպքում Բաղրամյան 26-ում ստորագրություն, օրինակ ինչ որ մի բան պետքա չէ, հուշագիր պետքա ստորագրվի կոալիցիոն եւ այլն, կարծում եմ այդ ժամանակ էլ այս հարցերը կլուծվեն։ Սակայն ես մի ուրիշ բանի վրա եմ ուզում ձեր ուշադրությունը հրավիրեմ, թե ինչի համար, այնուամենայնիվ ինչի համար էր այսքան երկար ձգվում բանակցությունը։ Այնու պարզ էր պաշտոնի համար։ Բայց ինչի ուրեմն ինչ էին դաշնակները այդքան համար։ Ինչ էին նրանք ցանկանում ինչ որ մի լրացուցիչ պաշտոն, հա, որի պատճառով այդքան որտեղ ըստ նորից մամուլի հրապարակումների երկու նախարարական պորտֆելի շուրջ եղել է համաձայնություն եւ երրորդի շուրջ այսպես ըստ լուրերի 3 երեկոյան կայացավ այդ համաձայնությունը եւ տեղի տվեց Պաստորեն Հանրապետականը։ Այո, Հանրապետականը տեղի տվեց։ Սա նշանակում է, որ այս կոալիցիան Հանրապետականի շատ էր պետք։ Գիտեք, մենք տեսնում ենք, չէ, որ ըստ էության այսօր Հանրապետականը բացարձակ մեծամասնություն է խորհրդանում, նահանգիստ կարող է միայնակ կառավարություն կազմել, այսինքն դասական տրամաբանության մեջ նա կոալիցիայի կարիք չունի, ուրեմն նա դաշնակցության կարիք ունի։ Պարոն Ենոքյան, իսկ ինչպես եք վերաբերում այն դիտարկումներին, ըստ որի այս պահին մենք գործ ունենք բազմաշերտ հանրապետական տրամադրությունների հետ եւ այստեղ առավելապես խնդիրը Սերժ Սարգսյանի եւ Հովիկ Աբրահամյանի միջև նոր ձևավորվելիք հարաբերություններն են 2017-18 թվականից առաջ։ Խնդիրը ուրվագծելն է այն նոր իշխանությունը, որը պատկերացնում է Սերժ Սարգսյանը եւ որի իրականացման համար նա 2013 թվականի սեպտեմբերի 4-ին ձեռնամուխ եղավ սահմանադրական փոփոխություններին եւ այն նախագծին, որը իր վերջնական տեսքը ստացավ հանրաքվեով դեկտեմբեր 6-ին տեղի ունեցած 2015 թվականին։ Բնական է, որ Հանրապետականը պետք է լինի բազմաշերտ, այսինքն ակնհայտորեն այնտեղ ուրվագծվում է օրինակ օլիգարխների շերտը։ Սա իր սեփական շահերը ունեցող եւ բնականաբար իր սեփական քաղաքականություն առաջ տանող շերտ է։ Երբեմն մամուլի հրապարակումներում, անձնական զրույցներում երևում է, որ կա հին հանրապետականների որոշակի առանձնացած շերտ, որը որ ինչ որտեղ նույնիսկ հիմա բողոքում է, որ
հանրապետականը գնալով ապագաղափարական է դառնում, հա, եւ կան երիտասարդ գործիչները, որոնք որ, չգիտեմ, երևի սկսել են կոմսոմոլից, հիմա ուրեմն կարիերա են արել, կոմունիստական կուսակցությունը վերացավ, նրանք շարունակեցին իրենց կարիերան հանրապետականում, այսինքն այս երեք շերտը ընդգծվում է հստակ, բայց ասել թե Սերժ Սարգսյանը նրանցից որևէ մեկին ուրեմն ենթարկվում է, նրանք կարող են ազդել, ես կարծում եմ ճիշտ չի լինի, Սերժ Սարգսյանը ամբողջովին տիրապետում է իրավիճակին, եւ սա բացառապես իր խաղն է, որը շատ մեծապես կապված չէ նույնիսկ այս շերտերից եւ որևէ մեկի հետ։ Եվ սա իր ուրվագծումն է այն Հայաստանի եւ այն իշխանության, որը ինքը ծրագրել է եւ ինքը ուրեմն նախագծել է։ Այո, նա լավագույն դեպքում կարող է սրանց միջև արբիտրի դեր խաղալ։ Այսինքն ինքը նրանց ճնշումներին չի ենթարկում, բայց նրանցից ասում է թե հիմա ով ինչպես պետք է վարի իր, այո, պետք է ճնշվի։ Այնպես որ ես չեմ կարծում թե ուրեմն հանրապետականից ինչ որ մի ճնշումներ կարող է լինեն Սերժ նո իհարկե դե պարզ է, ասենք եթե ինչ որ մեկին առաջարկում են որ պաշտոնից դուրս գա, նա կարող է ինչ որտեղ նեղ սրտի, կարող է, չգիտեմ, ինչ որ պայմաններ առաջ քաշի, բայց այնուամենայնիվ կրկնեմ, ես սա ասել թե հանրապետականի եւ Դաշնակցության պայմանավորվածություններ կամ նրանք էին քննարկում այս ամբողջ շուրջ 2 շաբաթ, հա, երևի ճիշտ չի, Դաշնակցությունը պարզապես դա քննարկում էր Սերժ Սարգսյանի հետ։ Լավ։ Իսկ այս իրավիճակը որքանով կարող է սրել Սերժ Սարգսյանի եւ Հովիկ Աբրահամյանի թևերի միջև հարաբերությունները։ Ակնհայտ է, որ այդպիսի թևեր գոյություն ունեն եւ այդ սրումը գնալով ավելի խորանալու է ընտրություններից առաջ։ Մենք նախընտրական տարում ենք, պարոն Գենոկյան։ Ես կարծում եմ, որ ուրեմն կարող է լինել Հովիկ Աբրահամյանի թև, բայց Սերժ Սարգսյանի թև չկա։ Այսինքն բոլոր թևերը Սերժ Սարգսյանինն են, հա։ Թե Հովիկ Աբրահամյանը կփորձի դոմինանտ դիրք գրավել իր թևով մնացած հանրապետականների նկատմամբ, միգուցե նման փորձեր։ Լավ, այս քայլերով կարող ենք ասել, որ Սերժ Սարգսյանը փորձում է կտրել Հովիկ Աբրահամյանի թևերը։ Իսկ ո՞րն է նպատակը։ Թույլ չտալ, որպեսզի տեղի ունենա այն, ինչ տեղի ունեցավ 2011 թվականին եւ նա օրինակ պաշտոնակարվեց ազգային ժողովի նախագահի պաշտոնից, ըստ նորից մամուլի տեղեկությունների փաստորեն Հովիկ Աբրահամյանը որոշել էր նաեւ Գագիկ Ծառուկյանի, այն ժամանակ նաեւ ոստիկանապետի օգնությամբ կազմակերպել ուրեմն դավադրություն ընդդեմ Սերժ Սարգսյանի եւ նրա իշխանության։ Գիտեք, հիմա ակնհայտ է, որ դու արդեն չկա Բարգավաճ Հայաստան, հա, այն նույն Բարգավաճ Հայաստաններ չէ, որ նրան օգտագործելով այդ թոշակներով մտահոգ երիտասարդներին օգտագործելով, չէ, ըստ էության եղավ Տիգրան Սարգսյանի պաշտոնակությունը եւ Հովիկ Աբրահամյանը նշանակվեց վարչապետ։ Այո, այդ ժամանակ Հովիկ Աբրահամյանը օգտագործում էր Բարգավաճ Հայաստանին, բայց հիմա չկա Բարգավաճ Հայաստանը։ Օրինակ, եկեք նայենք, հա, ինչ քաղաքական սպեկտրին։ Օրինակ, երկիրը ամբողջովին վերահսկելի է ուրեմն կրկին Սերժ Սարգսյանի կողմից։ Փաստորեն միակ քիչ թե շատ ինքնուրույն քայլերի հնարավորություն ունեցող խումբը կամ կուսակցությունը դա Դաշնակցությունն էր, որի հետ Սերժ Սարգսյանը անձնական պայմանավորվածություն ունեցավ անձնապես ուրեմն այսօր նրանց ինքնուրույնությունից զրկելու համար, որպեսզի նրանք չծառայեն, չկարողանան հանդես գալ որպես ուրեմն պլատֆորմ Հովիկ Աբրահամյանի, բայց որ ես կարծում եմ շատ ավելի կարևոր է գալիք ընտրությունների ժամանակ նաև Ռոբերտ Քոչարյանի համար։ Այսինքն ըստ էության գալիք ընտրությունների մենք շատ լավ գիտենք, որ Դաշնակցությունը գոնե 98 թվականին ծառայել է այն հենքը, որի վրա Ռոբերտ Քոչարյանը եկել է իշխանության։ Նա մի քանի անգամ այդ մասին նույնիսկ պաշտոնապես հայտարարել է, նաև մենք հիշում ենք, որ 98 թվականին բանտարկված դաշնակցական գործիչները ազատ արձակվեցին առանց դատարանի որոշման եւ արդարացման իրավիճակի փոփոխության ուրեմն հանգամանքների։ Եթե նույնիսկ հաշվի առնենք, որ Ռոբերտ Քոչարյանի ունեցած պատկերացումները քաղաքականության մասին, հայ ժողովրդի ներկայի ապագայի անցյալի մասին շատ մոտ էին Դաշնակցությանը, այդ պատճառով Դաշնակցությունը հանդիսանում էր անգամ նրա գաղափարական հենքը։ Բայց մենք չենք կարող մոռանալ, որ դրոյի գործով ամբողջ քննության ժամանակահատվածում Հայաստանի ազգային անվտանգության ծառայության պետն էր Սերժ Սարգսյանը եւ այդ դոսիեները եւ Դաշնակցության գործունեությունը այդ տարիների գոնե
որի շատ մեծ հատվածը նաև հասու դարձավ մեր հասարակությունը մամուլում տպագրված դրոյի գործի ուրեմն վերաբերյալ Եվս այսօր իր դերակատարությունը ունի Սերժ Սարգսյանը այնքան տեղեկություն ունի Դաշնակցության գործունեության վերաբերյալ եւ այնքան ուրեմն զորեղ կապեր կարող է կապել Դաշնակցության այսպես գլխից որ ուրեմն Ավելին չմոռանանք որ դրոյի գործով դեռևս դատապարտված մարդիկ կան Այո Ծմա դատապարտված որոնք ամեն վարքյան կարող են խոսել եւ խնդիրներ առաջացնել նույն Դաշնակցության համար Այնպես որ Դաշնակցությունը ամբողջովին այժմ վերահսկողության տակ է եւ այս ալյանսը նոր ստեղծած բոլորն են տեսնում չէ որ սա շատ ոչ համամասնական փաստորեն բաշխում է նախարարությունների Դաշնակցությունը այսօր քանի 5 թե 6 падգամավոր ունի եւ նրան տրվում է ուրեմն 5 իշխանական տեղ Ուրեմն կրկնեմ, ուրեմն Սերժ Սարգսյանին հիմա շատ պետք է նման ալյանսը։ Նշենք, որ երկուսը նկատի ունեք մարզպետի պաշտոններ։ Այո, 3 նախարարական եւ 2 մարզպետի պաշտոններ։ Պարոն Ենոքյան, այսպիսով կարող ենք ասել, որ ստեղծված նոր իրականությունը վերջնականապես դուրս է դնում Ռոբերտ Քոչարյանին ակտիվ մասնակցությամբ քաղաքականություն վերադառնալու եւ 2017 թվականին որևէ քաղաքական ուժի օգնությամբ գործող կամ ստեղծվելիք ուրեմն քաղաքականության մեջ իր խոսքը ասելու հնարավորությունից Ես կարծում եմ վերջի 1-2 տարիների ամբողջ տրամաբանությունը հենց դրան էր տանում, որովհետեւ իր համար միակ վտանգ Սերժ Սարգսյանը այս կողմից էր տեսնում։ Մանավանդ որ Բարգավաճ Հայաստանը ժամանակին բավականին ակտիվ էր, իսկ մենք գիտենք որ Բարգավաճ Հայաստանի հետևից ումականշներն էին երևում, հա։ Եվ ուրեմն նրանից հետո, երբ որ ամբողջովին գլխատվեց Բարգավաճ Հայաստանը, նրանից հետո որ փոխվեց կառավարությունը, այս ամեն ինչից հետո Սերժ Սարգսյանը դրեց իր պայմանը, դրեց չեզոքացնելու իր տարբերակը, դա սահմանադրությունն էր։ Սահմանադրությունը ինքը կոնկրետ հզոր կուսակցական սահմանադրություն է այսինքն սահմանադրության քաղաքականություն այլևս արվելու է միայն կուսակցություններով իսկ մենք հիշում ենք Ռոբերտ Քոչարյանը չուներ կուսակցություն ավելի հռչակում էր որ իր կուսակցությունը ժողովուրդն է այո եւ այդ պատճառով նա այս խաղերին մեծ ուշադրություն չէր դարձնում Սերժ Սարգսյանը հմտորեն օգտագործեց իր հաղթաթուղթը այսինքն առաջին հերթին ուրեմն էապես թույլատնելով Քոչարյանի վերադարձի շանսը եւ երկրորդ արդեն չթողնելով քիչ թե շատ ակտիվ կառուցվածք ունեցող չգիտեմ ռեսուրսներ ունեցող կուսակցություն դրսում որի վրա ուրեմն Ռոբերտ Քոչարյանը կարող էր գալ իշխանության ավելին ասեմ ձեզ դու փաստորեն հիմա պետք է գնա եթե նա փորձի գալ իշխանության պետք է գնա նոր կուսակցական շինարարություն Իսկ մենք տեսնում ենք նույնիսկ հաջորդ քայլը, չէ՞ որ ընտրությունները կարծես թե մայիսից արդեն տեղափոխել են մարտ, այսինքն խիստ փոքրացել է այդ ժամանակ, ընդամենը մի տարում ստեղծել կուսակցություն, ստեղծել կառույցներ, PR ուրեմն անել այդ կուսակցությանը վերև հանելու համար, հա, այս ամեն ինչը բավականաչափ դժվար է, այսինքն խիստ նեղացրել է Սերժ Սարգսյանը հաղթանակի շանսերը Քոչարյանի։ Օսկանյանի շուրջ սկսված նորից մամուլի տեղեկությունները, որ նա պատրաստվում է կուսակցություն ստեղծել եւ ըստ ամենայնի դա կապ կունենա Ռոբերտ Քոչարյանի հավակնությունների հետ, նաև այն անձանց ներգրավմամբ խորհրդարանական, որոնք չեն թաքցրել նույնիսկ իրենց համակրանքը Ռոբերտ Քոչարյանի պաշտոնավարման տարիների նրա ծավալած գործունեության վերաբերյալ։ Շատ դժվար է մեկ տարվա ընթացքում, ուրեմն, ու գիտեք, մեր մամուլի վիճակը հա, այս մամուլով այդպեսի PR անելը տեսեք, ասենք, Արա Աբրահամյանը փորձեց այստեղ այդ կուսակցությունը ստեղծել, փաստորեն առաջի քայլը false start գնաց։ Եվ հիմա մամուլը մի քանի օրվա ընթացքում ուղղակի լուծեց Արա Աբրահամյանի խնդիրները։ Շատ լավ, շատ շնորհակալություն այս զրույցի համար, պարոն Ենոքյան, ես հիշեցնեմ, որ մենք ուղիղ եթերում զրուցում էինք քաղաքագետ Աղասի Ենոքյանի հետ։